Տիրոջ ներկայությունը շատ ռեալ է, շատ իրական է։ Եթե դու ինչ-որ բանի կարիք ունես վախից, ազատվելու ինչ-որ հիվանդությունից, գիշերվա սարսափներից, քեզ մի հատ խորհուրդ կտամ, սիրի Տիրոջը ամբողջ սրտով ու փառաբանի Աստծուն ոչ միայն եկեղեցում, նաև քո տանը, միացրու հոգևոր երաժշտություններ, շատ այսօր փառաբանության երաժշտություններ կան, տարբեր ստայլերի, տարբեր տեսակի, շատ են, կա ավելի աշխույժ, ավելի դանդաղ, միացրու, տես այնտեղ թող գրի ու դու փառաբանի Աստծուն, սրտանց, փառաբանի, պաշտի Աստծուն, վախերից եք ազատվեց, հիվանդությունից եք կբժշկվեց, դիվական ազդեցությունները կքանդվեն, դիպրեսիան կգնա, ուրախությունը կգա, հավատում ես, այն ինչ որ դու ստեղ ստանում ես, դու շատ մեծ չափաբաժին նաև կարող ես ստանալ քո տանը, վերնագիրը կասեմ, որ կոչվում է մի ասա ուրիշին հավատք չունես, մի ասա ուրիշին հավատք չունես, ամեն, սա քեզ ուժեղ կդարձնի, սա քեզ ճիշտ առողջ քրիստոնյա կդարձնի, իհարկե երբեմն վիճակներ լինում է, որ պետք է ասենք, բայց ասեմ որ դեպքում, ոչ թե որ նեղության մեջ է, հիվանդ է, տկար է, կարիք ունի հացի, ոչ, երբ որ մեկը ձևական եկեղեցի է գնում գալի, ու տենում ես հավատք չկա, այդ վաղտ արժի, որ դու բացահայտես, էքսպոզ անես, որ ինքը հանդիմանվի, ճիշտ ուղու վրա կան, ասես դու գալիս ես, բայց դու հավատք չունես, էսի ուրիշ է, ես կարիքին չեմ ցույց տալի, իրան նիդերին ցույց չեմ տալի, ասում հավատ չունես լուծես։ Ես տենում եմ, որ ինքը գնում է ուղղակի հավատ չկա, ձևական կամ մեկը այդում եկեղեցի, ասում ասկի Աստված էլ չկա։ Գնում եմ իմ մոմա դնում հանգստում, ասում հավատք չունես, ում է պետք։ Այդ դեպքում կարամ ասեմ։ Բայց որ հավատքի մեջ է, նեղության մեջ է, հիվանդ է կամ ինչ-որ բան, ես չեմ ասում հավատք չունես, ես դրա փոխարեն կասեմ սենց արա, որ քո հավատքը աճի, հասկանում եք, ուրիշ ձև եմ ասում, սենց արա, որ քո հավատքը աճի, կարդա խոսքը, աղոթի, որ երբ որ հավատքդ աճի, ընդունես։ Ոչ թե շեշտը դնում եմ, որ չունի, այլ դնում եմ նրա վրա ոնց անի, որ ունենա։ Հասկանում եք, որտեղ որ շեշտը չունել նշանակում է ես ինձ բարձրացնում իրան իջացնում եմ։ Ես կընկնեմ հոգևորապես։ Բայց ես օգնում եմ բարձրանա։ Ու դա ապացուցում է Աստծո խոսքը, Հռոմեացի 15:1-2-ը տեսեք ինչ է ասում։ Romans 15:1-2 ասում է մենք որ զորավոր ենք, պետք է տկարների տկարությունը վերցնենք եւ միայն մեր անձերին հաճելի չլինենք, այլ մեզանից ամեն մեկը թող հաճո լինի ընկերին դեպի բարին շինության համար։ Տես մենք որ զորավոր ենք, անգամ զորավորները նրանք հոգևոր ուժեղ են, զորավոր են, տկարների տկարությունը, թուլությունը վեկալում են իրանց վրա։ Պատերազմի մեջ, երբ որ, չէ, ինչա, երբ որ մեկը վիրավորվում է, կողքի զինվորը վեկալում է շալակը ու տանում է իրան, չի ասում էլ վիճակը նայման, հասկացաք, շատ կարևոր է, որ մենք ճիշտ սրտով մոտենանք մարդկանց, ճիշտ սրտով, որտեղ Աստված դա տեսնում է, զգույշ պետք է լինենք, այն մարդիկ ովքեր ասում են, հավատք չունեք, մի չկարացար դու բանցից, Հակոբոսը իր թղթերի մեջ ասում է, երբ որ մեկին տենաս սոված, կարիքի մեջ, ոսես գնա թող Աստված քեզ օրհնի, բանց ինչ խորհուրդներ տաս, ասում է, չէ որ Աստծո սերը քո մեջ բնակված չլինի, բայց ասում է դու տուր իրան իր կարիքը, չի ասում կարող է ասա հավատք չունես կամ գնա Աստված կօրհնի, հա, դες խոսքն է դա սովորացնում։ Գիտես ովքեր են այտենց ասում, ես էլ եմ այտենց ասում, առաջ 2 տարին, երբ որ նոր էի հավատք եկել, մի քիչ շատ կարդացի Աստծո խոսքը, որ գիտելիքը միանգամից լցվում է ուղեղդ, անգիր գիտես սա, բայց չես անցել ճանապարհ։ Հպարտանում ես։ Առաջի Կորինթաց 8:1-2 համարը Առաջի Կորինթաց 8:1-2 ասում է գիտությունը հպարտացնում է, իսկ սերը շինում է, հա? Դու կարող շատ բան իմանաս, բայց դեռ չի նշան, որ դու սիրով ես գործում։ Շատ բան իմանաս մարդուն ուղղություն ես տալ, բայց դա սիրով չի։ Դատում ես, մեղադրում ես, ասում է, բայց սերը շինում է։ Եթե մեկը կարծում է, թե մի բան գիտի, նա դեռ չգիտի այնպես, ինչպես պետք է գիտենալ։ Խնդրում եմ, որ եկեղեցի գալ մի քիչ խոսք եք սովորում, բան։ Ինչքան սովորում եք, այնքան ձեր վրա աշխատեք, որ խոնարհ լինեք, ձեզանից ավելի փորձառուներին, ձեր ավակներին լսեք կամ ձեր կողքիններին լսեք, խնդրում եմ։ Շատ հեշտ անգնել հպարտության մեջ, որտեղ ասում է, հա ես գիտեմ հաստատ տենց է, ես էլ իմ մասին տենց էի ասում։ Ինչ որ գիտեի հաստատ տենց է, փաստորեն տենց չէր, որտեղ խոսքն էլ է սովորացնում։ Եթե մեկը կարծում է, թե մի բան գիտի, նա դեռ չգիտի այնպես, ինչպես որ պետք է գիտենալ։ Քսես մի հատ ասացված կա, ասում է, խելացին
գիտի թե ինչ ասի, իսկ իմաստունը գիտի թե երբ ասի։ Հա, դες մեծ տարբերություն է։ Մենակ այն որ մենք գիտենք, դա դեռ չի նշանակում անդադ ասելով ճիշտ ենք ասում, դու պետք է իմանաս երբ ասես, դու էլ ոնց ասես։ Իսկ դա խոսքը սովորացնում է, բայց եթե դու ես բոլորս խոնարհ չլինենք, չսովորենք կամ ավելի հոգևոր փորձառուներից չսովորենք, այդ տենց է շակերտավոր գիտուն ու հպարտ կլինենք։ Իսկ Աստված հպարտներին հակառակվում է։ Հռոմեացի 14 գլխի 1-2 եւ 22 համարները կպցրել եմ իրար sense։ Հավատքի մեջ տկար եղողին ընդունեք առանց կարծիքների վրա վիճելու։ Մեկը հավատում է թե ամեն բան կարող է ուտել, իսկ մյուսը որ տկար է միայն բանջարեղեն է ուտում։ Դու որ հավատք ունես, քեզ համար ունեցիր Աստծո առաջ։ Ես հավատք ունեմ, ես ուժեղ հավատք։ Ես սովորել եմ, ոչ չեմ ասել հավատքը դու հավատ չունես։ Փոխարեն ես կսովորացնեմ ոնց է դրսևորում այդ հավատքը։ Փոխարեն եք ասեմ հավատք առանց գործերի մեռած է։ Ամեն ինչ կասեմ Աստվածաշնչից կհանեմ, բայց իմ հետ չեմ համեմատի։ Սովորեցնելով այս թեման, այս ուսմունքները բժշկության վերաբերյալ մեր նպատակը այն չի, որ մատնացույց անենք այն մարդկանց, ովքեր չեն բժշկվել, կամ այդ հավատքը չեն դրսևորել, որ բժշկվեն, կամ մարդիկ, ովքեր ժամանակից շուտ մահացել են, որ ասենք, չկարացան, կամ ճիշտ չեն, կամ սխալ են, հաստատ մեղք են գործել, զգույշ պետք է լինենք։ Այդ հարցերում զգույշ պետք է լինենք։ Սովորեցնելու մեր ուսմունքի իմաստը գոլը այն է, որ սովորացնենք Աստծո բարի կամքը, որ մոտենանք դրան, դա ստանանք, ոչ թե ուրիշներին իջացնենք, հասկացաք։ Իսկ ուրիշների հետ կապված մենք կարդացինք արդեն, որ դուք որ զորավոր եք, թույլերի թուլությունը, տկարությունը ձեր վրա վերցրեք։ Ամեն։ Մենք տենում ենք նոր կտակարանում իրականացած Աստծո կատարյալ կամքը Քրիստոսով։ Աստծո կատարյալ կամքը այն ինչ որ հին կտակարանում Old Testament-ում չէր դրսևորվում, չէր manifest, չէր լինում, նոր կտակարանում New Testament-ում Հիսուս Քրիստոսի միջոցով իրականացավ Աստծո կատարյալ կամքը, այն իր սրտինը, որ բժշկում էր, հարություններ տալի, օգնում էր, սովասներին կերակրում էր, բժշկում էր, բոլորին հասնում էր Հիսուսը։ Կարդացեք 4 ավետարանները, որտեղ սաղ Աստվածաշունչը խոսում է Հիսուսի մասին։ 5 կտակարանից մարգարեները խոսում են Հիսուսի մասին եւ եկավ Հիսուսը ու սկսեց գործել ու Հիսուսով ենք մենք տեսնում Աստծո կատարյալ կամքը, ամեն։ Մեկը չկար, որ չբժշկի, օրինակ Մատթեոս 8 գլխի 16-17 համարները մի համար կա այստեղ կարդանք Մատթեոս ավետարանի երբ երեկո եղավ Հիսուսի մոտ շատ դիվահարներ բերեցին, այսինքն այն մարդիկ դևերով լցված կան, demon possessed անգլերեն ասում են։ Նա խոսքով հանեց ոգիներին եւ բոլոր հիվանդներին բժշկեց, որպեսզի կատարվի Եսայի մարգարեի միջոցով ասածը, որ ասում է. նա մեր հիվանդությունները վերցրեց եւ մեր ցավերը կրեց։ Ուզում եմ ձեր ուշադրությունը կենտրոնացնել նրա վրա, որ ասում է նա խոսքով հանեց ոգիներին եւ հիվանդների կեսին բժշկեց։ Ճիշտ է, այտենց է ասում։ Բոլոր հիվանդներին, բան չի բոլորին բժշկի, բան չէ այսօր մարդիկ կան, խոսում են, ասում են, նա բոլորին չի բժշկում։ Գիտեք ինչի, որտեվ իրանք չեն չափում խոսքով, գրված խոսքով, այդ education-ը չունեն, կրթությունը չունեն։ Նրանք չափում են իրանց փորձառությունով, այսինքն experience-ով։ Աղոթեցի չեղավ, ուրեմն երևի Աստված էր։ Բա ինչ գիտես Աստված էր։ Դե ասում եմ, ես եկեղեցի եմ գնում, միշտ հավատերին գնում եմ, աղոթում եմ։ Դե եթե չեղավ, կամ ես մեկին տարավ, կամ ես մեկը հիվանդացավ, ուրեմն Աստված է անում, Աստված է control անում։ Դա հեշտ հավատք է, բայց դա սուտ հավատք է։ Ես սենց եմ միշտ ասում, դա մեր մոտ չի ստացվել։ Հնարավոր է կասկածանք է մեր մոտ եղել, կասկածամտություն է եղել, որտեղ կասկածի պատճառով մենք չենք կարողանում ստանալ Աստծո բժշկությունը, օրհնությունը։ Հնարավոր է մեղք է եղել մեր կյանքում կամ գիտելիք չենք ունեցել, հիշում եք, անցած Կիրակի ես խոսացի 21 պատճառներ, որոնց պատճառով կարող է մեր կյանքում հիվանդությունները մուտք գործեն։ 21 էլի կլինեն։ Ես սենց եմ միշտ ասում, եթե Հիսուսը ներկա լիներ, ինքը կբժշկեր, թե չէր բժշկի։ Կկարողանար, չէր կարողանա, կկարողանար եւ կամենում էր։
Եվ նաև 8-րդ այստեղ չեմ դրել համար, երբ որ մի բորոտա Հիսուսի մոտ գալի, ասում է Տեր, թե որ կամենաս, կարող ես ինձ բժշկել։ Ինքը գիտեր, որ Հիսուսը կարող է, բայց կասկածում էր, չգիտեր Հիսուսը կամենում է, թե չէ։ Հիսուսը ասես կամենում եմ բժշկի։ Նույն Հիսուսը այսօր կամենում է բժշկի։ Ինքը նույնն է գրված է երեք այսօր եւ հավիտյան։ Նա խոսքով հանեց ոգիներին եւ բոլոր հիվանդներին բժշկեց։ Որովհետեւ դեռ ամյակներ առաջ Եսայի մարգարեն ասել էր, ասում է, որպեսզի կատարվի Եսայի մարգարեի միջոցով ասվածը, որ ասում է, նա մեր հիվանդությունները վերցրեց եւ մեր ցավերը կրեց։ Եվ նա ամեն հիվանդությունները ցավերը կրեց խաչի վրա։ Ոչ միայն մեղքերը, նաև մեղքի հետևանքը հիվանդությունները ցավերը։ Բայց կան մարդիկ հետաքրքիր է, որ երբ որ նայում են մեր քարոզները, մանավանդ երբ որ ես խոսում եմ, որ Աստծո կամքը չի, որ այդ մարդը ժամանակից շուտ մահանում է, Աստծո կամքը չի, որ հիվանդանում է, չի բժշկվում, մարդիկ կան մտածում են, որ ես անարգում եմ այդ մարդկանց, անարգել ոնց կասեն, dishonor եմ անում, հա, սենց ասում եմ հավատք չունեն, չբժշկվեցին, ճիշտ չեն հասկանում որոշները։ Երբեմն կոմենտ են գրում իմ քարոզի տակ, ասում են, ոնց կարող է այտենց անարգել այդ մարդկանց, ովքեր չեն բժշկել կամ ասել հավատք չունեն, ես այսքան տարի, մոտ 6 տարի ես եկեղեցին կա ու այսօր ահագին մարդիկ էլ հələ այստեղ բացակային է սպայն, ինչ պատճառներ որ հետո կգան, թող մեկը ասի, մի անգամ եղել է, որ որևիցե մեկը տկարություն ունենա ֆիզիկապես, հիվանդություն, պրոբլեմ ունենա, ու ես մատս տնկեմ վրա, ասեմ հավատք չունես, այ մարդ։ Հիշում եք մի հատ single դեպք, մի հատ դեպք, ասեք, ոնց կարող է այս բան ասեմ, եթե ես անցած անգամ ասեցի, մի մերժեք բժշկությունը և դեղերը, ես ինքս եմ ասել, ոնց կարամ ասեմ, դու հավատ չունես Աստծուց գերբնական բժշկությունը ստանաս, այո, դա մեր նպատակն է, դա մեր գոլն է, որ մեր հավատքը այնքան աճի, որ մենք ստանանք Աստծուց գերբնական բժշկություն ու շատ անգամ ստանում ենք։ Ես կսովորացնեմ ոնց հավատալ Աստծուն, կասեմ եղբայր քուր, այսպես պետք է մեր հավատքը զարգացնենք, բայց որ տենում եմ տկարության մեջ, հիվանդություն կամ նեղություն չեմ ասում, հավատք չունես դու։ Այդպես բան տեսել եք ինձնից։ Այդպես բան չեք տեսել։ Կարող է ասեմ շատ աղոթների մեջ եղի մոտեցի Աստծուն սովորացնեմ, բայց մատնացույց չեմ անում։ Մենակ կարա այն մեկը ասի, որ ինչու հավատք չունեք։ Հիսուսը ասեց իր աշակերտներին, մենակ ինքը իրավունք ունի։ Ինչի՞։ Որտեվ հավատք բաժանող ինքն է։ Ես հավատ չեմ կարա բաժանեմ մարդկանց։ Ինքն է Տերը տերերի, եւ ինքը ասեց իր աշակերտներին, չէ՞, Մարկոս 4:40-ը։ Հիսուսը նրանց ասեց իր աշակերտներին, ինչու եք այդքան վախկոտ, ինչու հավատք չունեք։ Հիսուսը կարող ասի, որտեղ նա Տեր է երկնքից, նա ունի այդ power, այդ authority-ն, այդ ամեն իշխանություն ունի։ Եթե ես մի բան մեկին ասում եմ, ուրեմն ես դա պետք է այնքան չափված ձևված լինի իմ մեջ, որ ես իմանամ դա Աստծո կամքով ու մեսիջով եմ այդ իրան ասեմ, թե չէ ես կվախենամ։ Դեն բայց որ ասած դու հավատք չունես, այդ բայց ընկնում եմ ես։ Մի անգամ ինչ չի երևում, կանցնի վաղտ, նույն բանը իմ հետ է կատարվում։ Ես այնքան Աստծո վախ ունեմ, որ ես ոչ մեկին չեմ ասում, հավատք չուներ ժամանակից շուտ մեռավ, ոնց են մարդիկ այդպես բան մտածում։ Գոնե քարոզը նայելուց տենան հենկետը, որ ասում դեղերը մի մերժեք, բժշկությունը մի մերժեք։ Երբ որ ես քարոզում եմ Աստծո կատարյալ կամքը բժշկության մասին, որ մարդը առողջ լինի, Աստված չի կամենում, որ մեկը հիվանդանա, Աստված չի կամենում մեկը ժամանակից շուտ մեռնի։ Սա նրա պատճառով է, որպեսզի դա մեր առաջ դրվի Աստծո կատարյալ բարի կամքը եւ մենք ձգտենք դրան։ Իմ քարոզի նպատակն է, որ լսողները ձգտեն դրան ու իմանան Աստված բարի է։ Ոչ թե իմ քարոզի նպատակն է, որ ցածրացնեմ նրանց, որ նրանք չբժշկվեցին, հասկանում եք։ Սխալ են մեկնաբանում որոշ մարդիկ։ Նպատակս այն չի, որ գցեմ ցածրացնեմ։ Հետո ես չեմ կարող ասեմ նա, որ օրինակի համար հիվանդ է կամ ժամանակից շուտ մահացավ։ Մեղքա գործ է, սատանային ատեղտ է։ Ես չգիտեմ նրա ու Աստծո միջև բանն է։ Իմ գործն է, որ ասեմ Աստծո կամքը չի։ Այո, երկու հատ վիճակ կա, որ ժամանակից շուտ կարող է մարդու կյանքը ընտատվել այս աշխարհում։ Մեկը հալածանքներն են, ես դա ասել եմ։
Մեկը հալածանքներն են։ Հիսուսը ասեց, իմ անվան համար ձեզ կհալածեն, բանտ կնստացնեն, կսպանեն։ Եթե դա Տիրոջ համար է, ավետարանի համար է, այո, դա կարա տեղի ունենա, ժամանակից շուտ մարդու կյանքը կարող է ընդհատվել, երիտասարդը մահանա, մենք տեսնում ենք դա Աստվածաշնչի մեջ, բայց Աստծո մոտ նա մեծ վարձք ունի, եւ Աստծո խոսքը ասում է, պատվական է նրա սուրբերի մահը, honorable, իր սուրբերի մահը։ Մյուսը, որ կարող է կյանքերը կրճատվել ժամանակից շուտ, դա պատերազմական իրավիճակներն են։ Երկրում պատերազմ է, կան պատերազմական իրավիճակում հավատացյալներ են լինում։ Այնքան է դեմոնիկ բանը ուժեղացել երկրի վրա, պատերազմական իրավիճակում շատ քրիստոնյաներ են էլի մահանում։ Ժամանակից շուտ, որ թեև Աստված չի կամենում, բայց իրավիճակն է այդպես։ Իրանք գնում են Աստծո մոտ, իրանք ունեն իրանց վարձքը։ Բայց իմ ասածը ոչ վերաբերվում է հալածանքների ժամանակներին, ոչ էլ վերաբերվում է պատերազմական իրավիճակներին։ Իմ ասածը նա է, որ նորմալ կյանքում, որ ապրում ենք, խաղաղ չկա պատերազմ եւ չկա հալածանք, այսինքն persecution, այն որ հավատացյալներին։ Ու մարդու այդ մի բանալում ասում է, հա, երևի Աստված արեց կամ Աստված ժամանակից շուտ ուզում է տանի, այդպես բան չկա։ Ես դա եմ ապացուցում։ Իմ նպատակը, որ Աստծո կամքը ցույց տամ, ասեմ սա է, ոչ թե նպատակս են ասեմ, հենց դե հավատություններ կործանվեց։ Չէ, առանց գիտության Աստծո ժողովուրդը կործանվում է։ Եվ ինչ որ պատահում է, ասում են դե երևի Աստված արել, որտեղ Աստված կոնտրոլ անում։ Քանի որ ես հավատում եմ Աստծուն, ուրեմն ինչ որ իմ կյանքում կատարվում է, Աստված է կոնտրոլ անում։ Դա ճիշտ չի։ Դա չի համապատասխանում Աստծո գրված խոսքին, չի համապատասխանում։ Դա ասում են այն մարդիկ, ովքեր քիչ են կարդացել, ովքեր չեն խորացել այս գրքի մեջ։ Պատկերացրու դու գնաս ծովի դեմը կանգնես, ասենք օվկիանոսի կամ ծով, չգիտեմ, մի քիչ ոտերը թրջես մցնես, ասենք մի երկու հատ փոքր ձուկ տենաս կամ մի հատ ծով աստղտենաս ու ասես, «Всё, այս օվկիանոսի մեջ մենակ այս ձկներ են ու այս ծով աստղն է, всё, սահմանափակ»։ Պատկերացում չես ունենա, բայց այն մարդիկ, ովքեր որ սուզվում են, գնում են խորը, չէ՞, այդ տենում են այդ ամբողջ գանձարանը, այն մարդիկ, ովքեր որ մակերեսորեն գիտեն Աստվածաշունչը, սխալ են մեկնաբանում, չեն ճանաչում Աստծուն նորմալ, դպրոցները կրթությունը հոգևոր շատ է կարևոր։ Անկամ եթե մենք հատուկ այտենց ինչ-որ սպեշալ դպրոցներ, սկուլներ չունենք, բայց երբ որ Bible study-ներին գասես, աղոթներին գասես ու ես տենում եմ այդ մարդիկ ոնց են աճել, լուրջ եմ ասում։ Ու դաշե զարմանալի ձև ես տենում եմ այն աստիճան են աճել, որ ես կարամ իրանց տամ ասեմ ծառայություն անցկացրեք, աղոթք անցկացրեք։ Զարմանալի ձևով, ասես զարմանում եմ մեկը մեկից հետո, որտեղ մարդիկ հարատևորեն consistently գալիս են։ Շատ վատ է տգիտությունը, հոգևոր տգիտությունը մանավանդ։ Եթե ֆիզիկականը վատ է, ֆիզիկական ասենք բաներում, բնագավառներում, հայոց լեզու, գրականություն, պատմություն, աշխարհագրություն, տարբեր բաներ, ավելի վտանգավոր ու ահավոր է հոգևոր տգիտությունը, կործանում է սա։ Տանում է շեղում, ֆանատիզմի, տանում է ծայրահեղությունների, Աստծուն մեղադրում են մի բանի մեջ, ինչի մեջ ինքը չկա։ Աստծուն պետք էր այս մարդուն տարավ, բայց Աստված այդտեղ կապ չունի ընդհանրապես։ Իր խոսքս մեջ չեմ ուզում մեռնողի մեռնելուն։ Գրված է, պարզ ասում է։ Միթե ես կկամենամ ասում է մեռնողի մեռնելուն ասում է Տերը, չէ որ նրանց դարձի գալը եւ ապրել եք ուզեմ։ Ու ասում է դարձի եկեք որ ապրեք իմ ժողովուրդ, ինչի կործանվեք։ Շատ համարներ կա Աստվածաշնչի մեջ։ Ու այսօր հոգևոր տգիտությունը շատացել է աշխարհում, շատ ցավալի է, որտեվ մանավանդ դարն էլ փոխվում է, չէ՞, մարդիկ արդեն սովոր չեն կարդալու։ Համբերությունը չի հերիքում։ Մենք ես որ նոր էի ապաշխարեմ, միանգամից Հովանեսի ավետարանը ասենց մի երկու ժամվա մեջ կարդաց, ասեմ 21 գլուխ է ինչա։ Այսօր ինչ եմ տենում, որ մարդիկ գալիս են եկեղեցի օրինակի համար։ Մի գլուխից ավել չեն կարող կարդան, որ մի գլուխ կարդում են իրանց թվում է դովսի, եսի ինչա։ Խնդրում եմ որ չնեղանաք, եթե ստե կան մարդիկ, որ մի գլուխ են կարդում, ես սա չեմ ասում, որ ձեզ ցածրացնեմ, ասեմ ես ավելի լավ եմ եղել կամ բան, չէ։ Սա ասում եմ, որ ասեմ այս ժամանակը, որ մենք ապրում ենք, այս դարը, որ մենք ապրում ենք, վատ ազդեցություն է թողում եւ մենք պետք է պայքարենք
որ մենք չընկնենք այս վատ դարի, այս age-ի ազդեցության տակ չընկնենք, սովորենք շատ կարդալ։ Ամեն, որտեղ հոգևոր տգիտությունը դա շատ վտանգավոր է։ Կործանում է բերում, սխալ մեկնաբանություններ է տալի Աստծո մասին։ Գողը գալիս է, գողանում է, կործանում է, սպանում է։ Գողը ով է? Աստվածաշրջում է Սատանան։ Իսկ մենք ասում ենք դա Տերն է արել։ Պատկերացնում եք, Աստծուն գող ենք անվանում, սպանող ենք անվանում, կործանող ենք անվանում։ Հիսուսը ասեց, գողը գալիս է, որ կործանի, գողանա, սպանի։ Ես եկա ասեց, որ կյանք ունենաք եւ ել ավելի ունենաք։ Գողը ասելով Հիսուսը նկատի ուներ Սատանային եւ հստակ այդ սահմանագիծը գծեց իրա ու գողի Սատանայի միջև ու ասեց, ես չեմ եկել որ կործանում, ես եկել եմ որ կյանք տամ ու ել ավելին։ Տեսեք։ Բայց քրիստոնեները մեկ ասում են, չէ, Աստված տարավ այս մարդուն։ Աստված տվեց այս փորձանքները։ Ես պատրաստ եմ, վրաս Սատանան միտքը տալիս գնա հոբի գրիքը։ Այդ մեն հոբին են նայում որպես օրինակ։ Այդ էլի եմ ասում, սա չկրթվելու, հոգևոր չկրթվելու, եկեղեցում նորմալ չլինելու արդյունքն է, որը շատ ցավալի է։ Պատկերացու մի հատ ազնիվ մարդու, որ աշխատում է նորմալ ընտանիքն ապամ դու գնաս գող անվանես։ Ինչ քո այդ տարածքում կորի, փչանա դու գնաս ասես դու ես գողացե, դու ես փչացե, դու ես ջարդե, այդ նույն ձևով քրիստոնյաները Աստծո հանդեպ են։ Աստծո նկատմամբ են այդ ձև վերաբերվում։ Ու ասեմ այդ քրիստոնյաները նվիրված են։ Նվիրված են։ Իրանք պատրաստ են, որ Աստված ամեն ինչ անի, իրանք պատրաստ են խոնարհ լինեն, բայց այդ ախր հարցերն է, որ Աստված չկա այդ բաների մեջ։ Մենք դրա համար ենք անցնում այս թեմաները բժշկության վերաբերյալ, մոտ մի ամիս եւ ավել առաջ խոսացի, որ այս թեման էր։ Արդյոք Աստված պատժում է հիվանդությունով։ Ոչ, Աստված չի պատժում հիվանդությունով։ Աստված կամենում է մեկի կորուստը մահը հիվանդությունը, ոչ, Աստված չի կամենում։ Աստված իր որդուն տվեց, որ նրա միջոցով ապրեն, փրկվեն։ Ինչպես նա կկամենա, որ մարդը կործանվի։ Դա ասում է ավետարանները, կարդացեք 4 ավետարաններ, խնդրում եմ, մի հատ կոչ եմ անում ամեն մեկիդ, ով որ հիմա չի կարդում կամ ասեն քիչ է կարդում, վեկալեք այս ժամանակահատվածը ու կարդացեք 4 ավետարանները, 4 գասպելները կարդացեք իրար հետևից։ Մատթեոս, Մարկոս, Ղուկաս, Հովհաննես։ Իրար հետևից կարդացեք։ Ու դուք կհասկանաք Աստծո կամքը վերաբերող բժշկությանը, փրկությանը, ներմանը։ Մենք արժև ենք գալիս, խոնարհեցնում ենք մեր սրտերը երկնային Հայր։ Շնորհակալություն ենք քեզ հայտնում քո խոսքի համար, որը մեզ շինություն է տալի Տեր Հիսուս։ Շնորհակալություն ենք քեզ հայտնում, փառք եմ տալի քեզ այս եկեղեցու համար, կանչողի ձայնը եկեղեցու համար, ամեն մեկի համար, որ այսօր այստեղ են։ Ես օրհնում եմ Հիսուսյանով ամեն մեկին, Տիրոջ օրհնությունը գա ամեն մեկի վրա, ամեն մի ընտանիքի վրա, իրանց երեխեքի, իրանց ծերունների վրա, Տեր ջան։ Թող ամեն մեկի սիրտը բաց լինի քո խոսքը ընդունելու, քո խոսքը որտեղ բերում է ազատագրում, բժշկություն, եւ մենք տեսանք Տեր քո խոսքի մեջ, եւ բոլորը տեսան, որ դու բժշկում ես բոլորին, բոլորին ոչ թե կեսին, դու բժշկում ես բոլորին ոչ թե կեսին, Տեր Հիսուս, դու բժշկում ես բոլորին եւ դևերին հանում ես, եւ դու այսօր այստեղ ես, որ բժշկես, Տեր Հիսուս, շնորհակալ ենք քեզ, Տեր, հալելույա։ Փառք ենք տալի քեզ մեր Տերերի, թագավորների, արքաների, երկրպագում ենք քեզ քո բարի խոսքի համար, որտեղ քո խոսքը բարի է, քո խոսքը շինում է, հալելույա, քո խոսքը իմաստություն է տալի, հալելույա, քո խոսքը ուրախություն է բերում, շնորհակալություն քո սուրբ խոսքի համար։